Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք լեռնանիստի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը երգիչ Արման Գրիգորյանն է։ Ողջույն Արման ջան։ Ողջույն Վահե ջան։ Ոնց ես։ Շատ լավ, դու ոնց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Արման ջան, մենք անդրադառնալու ենք այսօր քո արմատներին եւ քայլելու ենք արմատների հետքերով։ Իհարկե պատրաստելու ենք երկու ճաշատեսակ։ Այսօր բոնուս է մեզ մոտ եւ շատ հետաքրքիր երկու ճաշատեսակներ են, որոնք անմիջապես կապվում են քո արմատների հետ, որտեղ Էրգրի համ հաղորդաշարը միտված է արմատների հետքերով քայլելու համար։ Եվ մենք այսօր քայլելու ենք դեպի քո արմատներ, որտեղից են քո արմատները։ Հայրական կողմս եկել է Խոյից, մայրական կողմս Ասունից։ Այո։ Հետաքրքիր համադրություն է։ Այո։ Առավել քան եւս ես եմ Սասունցի։ Երևի բարեկամներ էլ լինենք վերջում։ Ինչու ոչ, Սասունցիները բոլորը իրար բարեկամ են դուրս գալիս վերջում։ Այսօր պատրաստելու ենք տապակած շուշան, որը բերել ես դու Լեռնանիստից, իմ ծննդավայրից։ Մաման է հավաքել։ Այո, մայրիկս հավաքել մեր դաշտերից։ Մայրիկին բարևներ ենք ողջունում եմ։ Ինչպես նաև պատրաստելու ենք կորկոտ։ Այո։ Ինչու կորկոտ, որտեղ անմիջապես այս բառը կապվում է հենց Հրազդանի եւ Լեռնանիստի հետ, այո, հենց մեր գյուղի հետ, որոշ ժամանակ առաջ գյուղը ունեցել է մի քանի անուններ, որը ժամանակ առ ժամանակ փոխվել են, որոնցից է նաև Կորկոտան անունը, եւ այս ճաշատեսակը հենց ոնց որ առաջացել է գյուղի անունից։ Այո, տեղային ճաշատեսակ է, որը պատրաստվել է եւ հենց իհարկե Հայաստանում տարբեր շրջաններում կորկոտ ճաշատեսակը կա, բայց ունի սպეციფიկ յուրահատկություն պատրաստման գործընթացի։ Ես առաջարկում եմ վերադասավորվենք տեղերով, հա, ընդմիջենք, հետո մանրամասն արդեն քննարկենք ընդհանուրի մասին։ Գնացինք։ Մենք վերադարձանք եւ այժմ կսկսենք իհարկե գործընթացը պատրաստման, բայց ես հիշում եմ, որ ես պատմում էի կորկոտի ծագման եւ գաղափարի մասին, թե ինչպես է տարածված հայկական լեռնաշխարհում։ Նախ անդրադառնանք մի փոքր կորկոտին, թե ինչպես է առաջացել եւ ոնց են պատրաստում ընդհանրապես։ Կորկոտը մեզ բնորոշ ճաշատեսակ է, որտեղ պատրաստվում էր հիմնականում կարմիր հաց ցորենից, որը որ այսպես ասած ավելի շատ նման է հաճարին, քան նման է այս այժմեական ձավարին, որը մշակված տարբերակն է եւ մի քիչ երկար է եփվում ի հակառակ ձավարի տարբերակի։ Կորկոտը նախկինում պատրաստում էին իհարկե թոնրում եւ շատ հետաքրքիր ընթացակարգով, ինչ էին անում, լցնում էին այդ ամբողջ կորկոտը, հատակին դնում էին որևիցե ճարպ, դա կլիներ օրինակ ոչխարի դմակ, հա, ճարպը կամ կլիներ օրինակ խոզի սալ, որը հիմնականում Արցախում էին օգտագործում այդ ճարպաշերտը, ինչու հիմքում, որովհետև թոնիրը դե տաք էր եւ հիմքը չկպնելու համար դնում էին, որպեսզի տակը այդպես լավ կրակի հետ էփվեր ու կպչելու խնդիր չունենար։ Մնացած ձավարը լցնում էին շերտ-շերտ եւ միս էին դնում արանքները։ Վերևից կախում էին խորվուն կամ մեզ հայտնի խորովին, որը գառն էր կամ ուլը։ Այդ ամբողջ ուլի կամ գառան հյութը ծորում էր այդ ամբողջ թոնրի մեջ եւ լցվում էր փլավի վրա, դե պատկերացնես ինչ համ պետք է դա ունենա։ Ու այդ աննկարագրելի ճաշատեսակը հիմնականում մատուցվում էր տոնացիսական օրերին, դրանց է օրինակ մեզ հայտնի Սուրբ Խաչի տոնը, այդ սփխեչ, որ մենք ասում ենք, կամ ուլնոց նախկինում կոչվում էր, որտեղ ուլերի էին զոհաբերում եւ այդպես էր տոնի խորհուրդը։ Իհարկե դա նախահեթանոսական ծագում ունի, ես ավելի չմանրանամ այդ մասով։ Այսօր մենք պատրաստելու ենք լեռնանիստին բնորոշ կորկոտ, որը իհարկե մենք խոսեցինք կորկոտի հետ կապված, բայց ես ճշտեցի լեռնանիստի Տիկին Կարինեից, շնորհակալություն Տիկին Կարինեին, մենք ողջունում ենք ուրեմն ձեզ։ Ես շատ սիրում ենք։ Ուրեմն ճշտեցի կոնկրետ լեռնանիստում ինչ բնույթով է պատրաստում եւ ինձ ասաց, որ հավի մսով տարբերակ կա եւ կա տավարի մսով ու ղարումայով տարբերակը։ Ես նախընտրեցի այսօր պատրաստել ղարումայով տարբերակը, որովհետեւ մենք գիտենք հավի մսով տարբերակը բոլորս կերել ենք, այնտեղ եթե սովորական 4 տավարի մսով եւս կերել եմ ես, չգիտեմ դու կերել ես թե չէ, բայց ես տենց որոշեցի, որ կերած կլինես։ Եվ այսօր որոշել եմ ղարումայով պատրաստել, համ կփորձենք, համ կհասկանանք այդ ինչ յուրահատուկ համ է։ Եվ իհարկե տապակելու ենք շուշան,
Շուշանը, ինչպես որ ասացիր, Լեռնանիստից է, քո հայրենի գյուղից ես բերել եւ մայրիկի հավաքածն է, այնպես որ էներգիայով հայուհու լցված շատ հետաքրքիր էստեղ բանջար ենք մենք ուտելու, տապակելու ենք կարակով եւ իհարկե ձու ենք ավելացնելու ըստ ձեր կանաչու զանգված ինչքան որ կանաչին է, հարաբերակցության մոտավոր ձվի քանակը ընտրում եք։ Կարծում եմ այսքանը բավարար էր բաղադրատոմսի հետ կապված, մենք անցնենք ընդհանուր աշխատանքին եւ իհարկե կխոսենք քո մասնագիտական ընտրությունից ու մանկության համերից։ Մենք վերադարձանք եւ այժմ Արման ջան ուզում եմ անդրադառնալ քո մանկության համին։ Կա մի ճաշատեսակ, որ մանկության ժամանակ շատ էիր սիրում եւ մինչեւ օրս սիրում ես ու տեղային բնույթ ունի այդ կերակրը։ Այդքան էլ տեղային չի, բայց մանկությանս համերից ամենաշատը սիրում եմ բորշի համը։ Հետաքրքիր է։ Այո։ Ոչ ազգային կերակուր է։ Ոչ ազգային, բայց ես շատ էի սիրում փոքր ժամանակ։ Այսքան ժամանակ միակ պատասխանը եղել, որ ոչ ազգային էր։ Իսկ ազգայիններից։ Ազգայիններից սիրում եմ տոլման։ Շատ եմ սիրում։ Կարքին։ Եվ կաղամբով, եւ խաղողի թփով, երկուսն եմ սիրում։ Ես ավելի շատ նախընտրում եմ խաղողի թփով տարբերակը եւ սխտոր մածունով ինձ թվում է։ Դու էլ։ Եթե տանից դուրս չեմ գալու, այո, սխտոր մածունով։ Դե հա, միանշանակ, հա, դե այդ կա, եթե հանդիպման չեք, ուրեմն առողջարը եւ կերեք։ Ուրեմն Արման ջան, արի այսպես անենք, եւ աշխատենք եւ զրուցենք։ Ես առաջարկում եմ դու Շուշանը մի փոքր մանրացրու, շատ քիչ իհարկե պետք է մանրացնել, եւ ես այստեղ անցնեմ արդեն կորկոտի ընդհանուր պատրաստմանը։ Արման ջան, դու մասնագիտությամբ երգիչ ես։ Այո։ Եվ հիմնականում երգում ես ինչ ժանրում, երբ որոշեցի, որ դու երգիչ ես դառնալու, ով զգաց քո ձայնի ելևէջները։ Էլի պետք է անդրադառնամ մայրիկիս։ Մայրիկս առաջինը լսել, զգացել, իր նախաձեռնությամբ ա եղել, որ ընդունվել եմ երաժշտական դպրոց, Ջիվանու անվան երաժշտական աշուղական երգի դպրոց։ Այդտեղ որոշ ժամանակ սովորելուց հետո արդեն որոշեցի, որ պետքա մի փոքր շեղվեմ իմ ժանրից, արդեն Բաբաջանյան քոլեջ ընդունվեցի դասական երգի բաժին, ու մինչև այսօր դե ուսումը շարունակում եմ, կոնսերվատորիան շուտով կավարտեմ, արդեն ակադեմիական երգի ժանրում, օպերային երգիչ կկոչվեմ մի քանի ամիս հետո, որտեղ ավարտելու եմ կոնսերվատորիան, բայց ես ինձ չեմ համարում օպերային երգիչ, ես ինձ համարում եմ ուղղակի երգիչ, առանց օպերայինի, առանց ժողովրդականի, որտեղ երգում եմ։ Իսկ ինչու։ Ինչու, որովհետև ես երգում եմ եւ դասական ժանրում, եւ փոփ, եւ ժողովրդական։ Հա, այսինքն թիրախավորված չէ մի ուղղություն, դրա համար չես փորձում ինչ որ արմատ կպցնել երգիչ բառին, հա, ճիշտ եմ հասկանում։ Հա։ Ճիշտ է, ինձ հարցում են ոնց է ստացվում, որ կարողանում ես երգել 3 ժանրերում էլ, ասում եմ շատ սովորական։ Դժվարություն չկա իմ համար, չգիտեմ, երևի մյուսների համար ինչ որ խնդիրներ են առաջանում։ Դե գիտես, ինձ թվում է մարդիկ երբ որ սովորում են մի ուղղվածության, հա, օրինակ ես շատ օպերային երգիչներ գիտեմ, ու մոտ չի ստացվում օրինակ ժողովրդական երգ երգել կամ ազգային ինչ որ երգեր երգել, ոնց երգում են իրենք դա դառնում է օպերա։ Եվ ինձ կոնկրետ դա դուր չի գալիս, անկեղծ կլինեմ։ Իհարկե ես երաժշտության գծով մասնագետ չեմ, բայց իմ մասնագիտությունը ազգագրությունն է եւ քիչ թե շատ ֆոլք երաժշտության հետ ես շփվում եմ եւ գիտեմ դա ինչ է։ Հետևաբար ես չգիտեմ ինչի չեմ տանել չեմ կարողանում, ականջս չի վերցնում այդ, որ կարող է օրինակ օրորացայինը օրինակ երգել բանի ձևով, օպերա։ Մտածում եմ այդ երեխեն մեղ կա։ Չի քնելու հաստատ։ Չի քնելու։ Այսինքն, չգիտեմ, միգուցե մոտեցման ձև է կամ ժամանակակից լուծման ձև է, դա ավելի երաժշտական խորը գիտելիքներ ունենալու ինչ որ փաստի արդյունքում կարող ես մեկնաբանել, բայց ամեն դեպքում ես ասում եմ, իմ ականջը չի վերցնում դա։ Անդրադառնանք նաև այս պահին քո գործունեության հետ կապված, հիմնականում ինչ ուղղվածություն է կրում քո գործունեություն, ինչով ես զբաղված։ Հիմա աշխատում եմ Սաղմոս 2 հոգևոր երգի արական երգչախմբում։ Որը նաև բացառիկ է, որ Հայաստանում մեկ արական երգչախումբ կա ամբողջական, ճիշտ է։ Արական կարծեմ կա, բայց այդ ֆորմատով չի, այո, հոգևոր ֆորմատով միակն է։ Ղեկավարը Բեգոյան Վահեն է, որը շատ հայտնի է, այո։ Գիտենք Վահեն, ողջույններ Վահե։ Եվ հիմնականում հոգևոր դաշտի հետ կապված, այսինքն հոգևոր երաժշտություն։ Հոգևոր, այո։ Հեռուստատեսային հաղորդումներից մեկում երգում եմ ժողովրդական երգեր, իսկ փոփ
ժանրում հանդես եմ գալիս արդեն ժամանցի վայրերում երբեմն։ Որպես աշխատանք։ Այո, որպես աշխատանք, իհարկե։ Հասկացա։ Կա նախընտրած երգ, որը որ շատ ես սիրում։ Շատ եմ սիրում։ Մանրից բերում եմ, որ երգես այդպես։ Կամաց։ Մանդր։ Ոչ եթերային բառ եմ ասում, բայց երգերն եմ շատ սիրում։ Ընտիր։ Իմ առավոտները այդպես է սկսվում իդեպ Շարլով։ Մեկ էլ տարերային տարբերություն ասեմ, Շարլ կամ Լուսիկ Քոշյան։ Հետաքրքիր է ինձ։ Այո։ Օրինակ այսօր Լուսիկ Քոշյանով եմ սկսել։ Եվ Ազնավուրով կավարտենք այսօր։ Այո։ Ազնավուրի որ երգն ես սիրում։ Բոլորն ես սիրում եմ, հատկապես La Bohème-ը, որը սիրով կերգեմ ձեր համար, Emmenez-moi, La Mama, շատ եմ սիրում։ Շատ հետաքրքիր երգերի շարք թվեցիր, որոնք որ եւս ես սիրում եմ։ Դու հիմա կատարելու ես La Bohème-ը։ Գնացինք։ Երբևէ Շուշան կտրելուց La Bohème-ը երգած կա՞ր։ Չէ, չի եղել այդպես դեպք։ Դու առաջին դեպքն է, որ իմ տաղավարում Շուշան ազգային Շուշանի ներկայությամբ կատարում է La Bohème-ը։ Je vous parlais d'un temps que le moins de 20 ans ne peuvent pas connaître. Montmartre, c'est ton-là, accroché celui-là, jusque sous nos fenêtres et si l'homme le garni, qui nous servait d'onni ne payait pas de mine. C'est là qu'on s'est connus, moi qui criais famine et toi qui posais nous. La Bohème, ça voulait dire on est heureux. La Bohème, nous ne mangions qu'un jour sur deux. Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այնքան էսթետիկ էր նայում այդ Շուշան կտրելու ընթացքը La Bohème հետաքրքիր դες էներգիա կար իր մեջ։ Ինձ թվում է այդ դաշտի հետաքրքիր էներգիան զուգակցվում է այդ արտակարգ ու սիրուն գեղեցիկ արվեստի երաժշտության հետ ու դրա համար այդքան գեղեցիկ էր նայվում։ Շնորհակալ եմ շատ։ Ես այստեղ հիշեցնեմ հեռուստատողին մենք ինչ արեցինք։ Ես Ղաուրման դրեցի մի փոքր տապակել եմ, շատ քիչ չեմ կարմրացրել։ Ավելացրել եմ վրան արդեն պատրաստված մի փոքր խաշված արդեն ձավարը, քանի որ եթերային սա հաղորդաշար է, հետեւաբար ձավարը շուտ եփելու համար մի փոքր խաշել եմ, բայց իրականում հավասարաչափ պետք է դնել եւ ընդհանրապես չխառնել, ինչպես որ պատրաստվում է հարիսան։ Այսինքն մոտ դա 4-ից 5 ժամ ժամանակով եփվող ճաշատեսակ է, որտեղ իհարկե Ղաուրման եփված միս է այս պարագայում, հա, մի փոքր ավելի կարճ կտևի, բայց դնում ենք չենք խառնում ու այդպես ինքը եփվում է, մինչև որ դառնում է հարիսյան նման զանգված։ Սա այսպես։ Ես էլ այս ընթացքում կտրատեցի Շուշանը։ Շուշան, որոնք նոտաներով լցված են։ Հիմա ես առաջարկում եմ մի փոքր ընդհատել, մինչև կպատրաստենք Շուշանի տապակը եւ իհարկե կվերադառնանք։ Շատ լավ։ Մենք վերադարձանք, կորկոտ այստեղ եփվում է մի այլ կարգի եւ Շուշանը կտրատված է։ Մենք Շուշանը կսկսենք տապակել, իհարկե այդ ընթացքում նաեւ կարադառնանք քո մասնագիտական մի հետաքրքիր շրջանի, հա, որ դու դպրոցում դասավանդել ես։ Երեխաների ես դասավանդել երաժշտական դպրոցում, ճիշտ է։ Այո, երաժշտական դպրոցում դասավանդել եմ երեխաների եւ ոչ միայն, որտեղ կային երեխաներից բացի նաեւ 18 տարեկան աղջիկներ, ունեցել եմ 40+ աշակերտել, դա էլ ասեմ, ով սովորում էր դպրոցում։ Հետաքրքիր էր արդեն այդ տարիքում գալիս դասերի, այո, որոշել էր, որ պետք է իր մանկության երազանքը իրականացնի։ Կիներ, այո։ Արման ջան, քանի որ հիմա շատ, այսպես ասեմ, դժվար է, հա, նոր սերունդը եւ հնի հետ կապված, հատկապես ազգայինի հետ կապված, սիրել տալը եւ դրա մեջ մտնելը, իբնե այդ ամեն ինչը երբ որ չի լինում քո մեջ, հետեւաբար շատ դժվար է լինում դա ուղղակի ներարկելը եւ սովորեցնելը։ Հետեւաբար ինչպես ես աշխատում երեխաների հետ, որ կարողանում ես սիրել տալ ազգայինը կամ եթե ոչ ազգայինը, ապա երաժշտական ոլորտի մեջ մտցնել, հա։ Ամենակարևորը երեխաների հետ աշխատելու մեջ դա լինել ընկերական։ Երբ որ ընկերական ես լինում, անմիջականություն պետք է լինի, երբ որ ընկերական ես լինում իրենց հետ, իրենք ամեն ինչ անում են մեծ սիրով։ Ինչպես մենք, կապ չունի, մենք մեծ ենք,
երբ որ մեր հետ կոպիտ են խոսում, ինչ որ բան են անում, մենք չենք ուզում հա տվյալ գործը անել, այո, կամ սիրով չենք անում, իսկ երեխաներին պետք է տալ սեր, ջերմություն։ Ու իրենք էլ ընկեր Արմանի շատ սիրում են, ես վստահ եմ։ Այո, մինչև հիմա զանգում են աշակերտներ ունեմ, ու ասում են ընկեր Արման, դուք որտեղ եք դասավանդում հիմա, ասում են հիմա երեխեք ջան, չեմ դասավանդում։ Վերջացավ իմ ուսուցչական կարիերան։ Բայց չես կարող ասել, մի օր կարող ես սկսել։ Չէ, իհարկե, ուղղակի ես հասկացա, որ դեռ շուտ է։ Ինձ թվում է մի տարիք է գալիս, այո։ Ես հիմա ավելի շատ ուզում եմ զբաղվեմ իմ երկեցողությամբ, այո, իմ կարիերայով, ու դասավանդելու տարիքը դեռ կգա հաստատ։ Միանշանակ միևնույն է մի տարիք գալիս է, երբ որ դու արդեն կայացած մասնագետ ես լինում, սկսում ես ուրիշներին գիտելիք տալ եւ դա այս աշխարհում կարծում եմ, որ բնական երևույթ է եւ բոլորի մոտ այդ process-ը իրականանում, հետեւաբար այնպես որ ժամանակ ունես եւ process-ին դեռ կա այդ հասնելու, գաղափարին հասնելու եւ դասավանդելու դեռ բավական ժամանակ ունենք մենք։ Այստեղ մենք Շուշանը կարակի մեջ տապակում ենք, իդեպ ասեմ ժլատություն չանեք, կարակ շատ կդնեք, որովհետև բանջարը պետք է լավ կարակով տապակել։ Սասունցիները հատկապես լավ կարակով են տապակում, այս պարագայում ասեմ, եւ ես առաջարկում եմ ձուն հարես, որովհետեւ պարապ չկանգնես, որովհետեւ իմ խոհանոցում պարապ չեն կանգնում։ Միջև որ այս մի փոքր կտապակվի, որովհետև ես գիտեմ, որ Շուշանը երբ որ հավաքում են, մի փոքր խաշում են, նոր են իրեն սառցախցիկում պահում։ Հենց այդպես էլ արել ենք։ Դրա համար իրեն եփվելու շատ process պետք չէ, հա։ Ընդհանրապես պետք է կարակի մեջ մի փոքր շոք է խաշել, հետո ձուն ավելացնել, տապակվում է ու արդեն պատրաստ է։ Այդ ընթացքում նաև մեր կորկոտը կեփվի, մենք կավելացնենք նաև ձուն եւ կհանդիպենք, երբ որ արդեն պատրաստ կլինի։ Սիրելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, արդեն ամեն ինչ պատրաստ է, Շուշանը տապակված է, աննկարագրելի բույր է այստեղ, Ղաուրմայի յուրահատուկ այս կորկոտի համը, հոտը, բույրը, չգիտեմ, սենց խառնվել է իրար ամբողջը ու մանկության հոտ է գալիս այստեղից։ Շուշանը մենք իհարկե կփորձենք, բայց ես առաջարկում եմ ի սկզբանե փորձել Ղաուրմայով պատրաստված կորկոտը, որտեվ սա է նորություն, Շուշանը բոլորը կերել են, գիտեն տապակած ինչպես է։ Ես առաջարկում եմ փորձել, հետո համի մասին խոսել։ Աստվածային էր։ Ում որ ասում է աստվածայինը ճիշտ է, չէ՞։ Փաստորեն շատ համով է։ Իրականում անկեղծ շատ համեղ է ստացվել եւ մենք այստեղ չենք հարել ինչպես որ հարիսան է, որովհետեւ կորկոտը եփվում է ինքն իրենով է հալվում եւ իր այդ շրեշը, այսինքն այդ հյութեղությունը ամբողջությամբ պետք է ինքն իրենով տա եւ չպետք է ուղակի հարել կորկոտը։ Ինչ վերաբերում է հարիսային, հարիսան մենք հարում ենք եւ Կիլիկիայում ընդունված բան կար, որ հարսանիքին պարտադիր հարիսա էին տալիս։ Գիտես ինչու, որովհետեւ իրենք համարում էին, որ եթե համասեր զանգված է ստացվում, ձավարը հալվում, կպչում է իրար, ամուսնական կյանքն էլ այդպես իրար զուգակցված պետք է լինի եւ հարիսայի խորհուրդը հարսանիքին հենց դա էր որ տալիս էին։ Սա էլ հետաքրքիր ուղղակի անդրադարձ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ գեղեցիկ նման երաժշտական եւ ազգային հաղորդաշար ստանալու համար, իհարկե, որովհետեւ ամեն ինչ համեմված էր արվեստով։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Դե ինչ, կհանդիպենք։ Կորկոտի բույրը եւ իհարկե դաշտային Շուշանի բույրը այստեղ ամբողջովին լցրել է տաղավարը, յուրահատուկ մի բաղադրատոմս, որը արմատներից էր բերված եւ յուրահատուկ համ ուներ։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Ձեզ հետ էր Վահե Սեման։ Հացն ու գինին, տեր կենթանին։